Հայ ժողովուրդն ասում է, ընտանիքի ճշմարտությունը կամ տան երեխայից իմացիր կամ խելագարից։ Հիմա չգիտեմ Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը քաղաքացիական պայմանագրի խելագարներն են, թե երեխաները, այնուամենայնիվ մենք ճշմարտությունը օրերս լսեցինք նրանցից։ Եվ ճշմարտությունը հետևյալն էր, որ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի կադրն է, իսկ հիմնավորումը ահա խնդրեմ լսենք Ռուբեն Ռուբինյանին։ Թաթոյանն անորոշ ստեղծել, այսինքն սերժական թևը, իդեպ հետաքրիր է, ասում է, այսօր տեսա Սերժ Սարգսյանը հարցրել են Թաթոյանը ձեր հետ կապ ունի, ասում է դրանք կոֆեով գուշակություն են, այդ էր ցավը տայմ։ Սերժ Սարգսյանը Թաթոյանի փոխնախարար չի նշանակում։ 17 թվին կարծեմ, հա, ստորագրությամբ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Թաթոյանը նշանակվել է փոխնախարար։ Ում տեղակալն է եղել, այն ժամանակ Արդարադատության Հովհաննիսյանն էր երևի, կամ Արփինե Հովհաննիսյանն էր, կամ Դավիթ Հարությունյանը, կամ ինչ որ ուրիշ մեկը։ Մի խոսքով։ Այս հիմնավորումը Ռուբեն Ռուբինյանի կողմից բերված, իսկ Վահագն Ալեքսանյանի կողմից հաստատված ավելի շատ նման է ինքնախոստովանական ցուցմունքի։ Եվ ահա այստեղ է, որ հիշել եմ հայ ժողովրդի այդ հայտնի ասացվածքը, հա, որ ճշմարտությունը մենք իմանում ենք երեխայից կամ խելագարից։ Այս գործիչները քաղաքացիական պայմանագրի падգամավորները, մյուսը նաև ազգային ժողովի փոխխոսնակն է, խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոնավարած Արման Թաթոյանը չի կարող կապ չունենալ Սերժ Սարգսյանի հետ։ Լավ են անում, որ խոսում են, ավելի շուտ ճիշտ են անում, որ ասում են, բայց մի այլ ճշմարտություն էլ կա, քաղաքացիական պայմանագրում տասնյակ գործիչներ կան, որոնք պաշտոնավարել են Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եվ եթե ընդունենք Ռուբեն Ռուբինյանի եւ Վահագն Ալեքսանյանի այս պնդումները, ապա այո, իրենք ընդունում են, որ քաղաքացիական պայմանագրում կան տասնյակ պաշտոնյաներ, падգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ, որոնք Սերժ Սարգսյանի կադրերն են։ Ես նրանցից մի քանիսին առանձնացրել եմ առանցքային դերակատարում ունեցողներին եւ ահա խնդրեմ Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ ներկայումս 2014-ից 18 թվականներին եղել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, իսկ դրանից առաջ, երբ ընդամենը 16 թե 17 տարեկան էր, Աննա Վարդապետյանը ՀՀԿ-ական Ավանի թաղապետի խորհրդականն էր 16 տարեկանում, երբ խորհուրդներ էր տալիս Ավանի ՀՀԿ-ական թաղապետին, միևնույն ժամանակ սովորում էր համալսարանի բակալավրիատում։ Եվ այստեղ հարց է առաջանում, ես հարցը նախկինում եմ տվել, Աննա Վարդապետյանը խորհուրդներ չէր տալիս, բայց փող էր ստանում, թե դասի չէր գնում, բայց դիպլոմ ստացավ։ Սրա մասին ոնց որ կասեն, կիմանանք քաղաքական դիահերձումից հետո, երբ իշխանությունից հեռացվեն Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը։ Սրբուհի Գալյան, արդարադատության նախարար ներկայումս 2015-ից 18 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման եւ քննության մեթոդիկայի մշակման բաժնի, այնուհետև ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դասավանդել է ոստիկանական ակադեմիայում։ Անահիտ Մանասյան, ներկայումս Մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ կարծեմ արդարադատության փոխնախարարներ։ Անահիտ Մանասյանը 2013-ից 14 թվականներին եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, 2014 թվականից 16 դեկտեմբերը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016 թվականի դեկտեմբերից 2018 թվականի մարտ եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդական, 2017 թվականի փետրվարից 2019 թվականի հունվար Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր։ Սրանից վատ կապ Սերժ Սարգսյանի իշխանության հետ, սրանից վատ առիթ ասելու, որ Անահիտ Մանասյանը Սերժ Սարգսյանի կադրն է։ Քրիստինե Գրիգորյան, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, նախկինում Մարդու իրավունքների պաշտպան։ 2009-ից 11 թվականներին ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-ից 14 թվականներին ազգային ժողովի ՀՀԿ-ական падգամավորի օգնական, վերջին 2 տարիներին համատեղությամբ աշխատանք։ 2012-ից 14 թվականին ազգային ժողովի նախագահի օգնական, այդ ժամանակ հիշեցնեմ ազգային ժողովի նախագահն էր Հովիկ Արգամիջը։
2015-ից 18 թվականներին Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ։ Ահա խնդրեմ, եւս մեկ Սերժ Սարգսյանի կադր Նիկոլ Փաշինյանի կառավարությունում են առանցքային դերում արտաքին հետախուզական ծառայության պետի դերում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան 2001-ից 6 թվականներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-ից 18 թվականներին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ։ Սրանից լավ Սերժ Սարգսյանի կադր չկա։ Լսում ես, հարգելի Ռուբեն Ռուբինյան, վստահ եմ դու համաձայն ես ինձ հետ եւ վստահ եմ մեծ իմաստով դուք պիտի որ փոշմանած լինեիք Արման Թաթեյանի մասին այդ ճշմարտությունը ասելու համար։ Կրթության եւ գիտության նախարար Ժաննա Անդրեասյան 2017-ից 19 թվականներին կրթական ծրագրերի կենտրոն ՑԻԳ-ՊՀ ծրագրերի ղեկավար տնօրենի տեղակալ։ Ընդ որում, այս նույն ընթացքում, երբ Ժաննա Անդրեասյանը պետական պաշտոն էր զբաղեցնում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ինքը Նժդեհին համարում էր ֆաշիստ, իսկ հայրենասիրությունը հիմար զբաղմունք, բայց շարունակում էր մնալ այդ պաշտոնին։ Գևորգ Պապոյան նախարար ՀԿ երիտասարդական կառույցի անդամ իր բնորոշմամբ ֆեյք հանրապետական։ Հիմա այդ ֆեյք հանրապետականը Նիկոլ Փաշինյանի տեղակալն է քաղաքացիական պայմանագրում։ Իդեպ այդ հաղորդման ժամանակ Ռուբեն Ռուբինյանի զուգընկերը Վահագն Ալեքսանյանն էլ եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունում, ասում են մարտի 8-ին պարոն Ծառուկյանը հաճախ կանանց համար անակնկալ է անում, հա, Երևանի փողոցներում, այլ քաղաքներում ծաղիկներ են բաժանում, ասում են Վահագն Ալեքսանյանը լավագույն վարդ բաժանողներից մեկն է եղել Բարգավաճ Հայաստանում։ Ջերմուկի քաղաքապետ Արսենյան, որը հետագայում դարձավ, այսինքն վերջերս դարձավ Վայոց ձորի մարզպետ, Սերժ Սարգսյանի մտերմագույն ընկեր Աշոտ Արսենյանի որդին է։ 2021 թվականին, երբ Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը դավաճան ու հողատու էր անվանում Նիկոլ Փաշինյանին, Աշոտ Արսենյանն ու իր որդին նստած էին այդ դահլիճում։ Այնպես որ սրանք ընդ որում ամենափոքր ցուցակն էր, որ ես ներկայացրեցի, քաղաքացիական պայմանագրի խորհրդանական խմբակցությունում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ որևէ պաշտոն կամ աջակցություն են ստացել, կան դիվանագետներ, էլի փոխնախարարներ, այսինքն չուզեցա ձեր ժամանակը այդքան ծանրացնել այդ անունների վրա, բայց ես ձեզ վստահեցնում եմ, եթե հիմք վերցնենք Ռուբեն Ռուբինյանի կողմից բերված բանաձևը, ապա մեծ իմաստով քաղաքացիական պայմանագրի մեծ մասը, էական մասը Սերժ Սարգսյանի կադրերն են, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Այո, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ժամանակ պետական պաշտոն չի զբաղեցրել, բայց օրինակ 2010 թվականից երբ ինքը գտնվում էր բանտում գտնվելու ընթացքից ամսական գրեթե $50,000 իր թերթը ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից։ Սերժ Սարգսյանի իշխանության շնորհիվ նա հայտնվեց ազատության մեջ եւ Սերժ Սարգսյանի իշխանության շնորհիվ 2012-ին դարձավ падգամավոր, իսկ արդեն 2017 թվականին իշխանության ջանքերով, էլ ֆլեշի բարսեղով, էլ բանակով, զինվորականներով, քվեարկությամբ, փողով, ամեն տեսակի աջակցությամբ ստեղծեցին ելք դաշինք ու տարան խորհրդարան։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը եւս կարելի է համարել եւ վստահաբար, այսպես ամենաթոթալ կադրերից մեկը Սերժ Սարգսյանի։ Սրա մասին է ուզում խոսել, հարգելի ընկերներ, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հետևել ԿՊԱ-ականների ինքնախոստովանական ցուցմունքներին եւ անպայման մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք եւ կանրադառնանք այդ ցուցմունքներին։ Լավ արեց Ռուբեն Ռուբինյանը, որ խոսեց դրա մասին, կսպասենք նորությունների Ռուբինյանի եւ Վահագն Ալեքսանյանի կողմից այս զույգը ոնց որ որոշել է հաճախ երևալ եթերում այդ ֆորմատում։ Ցտեսություն կհանդիպենք։